Սերի եղբայրներ քուրեր, այսօր ես ուզում եմ խոսել մի նյութի մասին, մի համարի շուրջ, որ ասեմ ես համարը գրեթե բոլորս անգիր գիտենք։ Եվ շատ հաճախ ասենք, մանավանդ վերջի ժամանակների մեջ, մենք տեսնում ենք, որ այն ինչի մասին, որ պետք է խոսենք, շատ ժողովուրդներ, եկեղեցի կոչվածներ, հարանվանություններ, այնքան հեշտացրել են այս խոսքերը, որ կարելի ասել դարձրել են միակ սովորական բան։ Բայց մենք գիտենք, որ Տեր Հիսուսը, երբ որ խոսում էր աշակերտներին, կարող էր ասել մի նախադասություն, բայց այդ նախադասությունը այնքան մեծ միտք ունենար, որ մեր ողջ կյանքը չբավականացներ, այդ միտքը մեր կյանքի մեջ կյանք դարձներ։ Օրինակ աշակերտները մոտեցան եւ ասեցին. Տեր, մեզ աղոթեր սովորեցրու։ Եվ Տեր Հիսուսը աշակերտներին սովորեցրեց հայր մերը, որ այսօր մենք բոլորս քրիստոնյաներս աշխարհի բոլոր այս հայր մերը ամեն աղոթքի ժամանակ ասում ենք եւ կրկնում ենք։ Բայց երբ որ խոր ուշադրություն ենք դարձնում սիրելներ, տեսնում ենք, որ հայր մերը դա ամբողջ քրիստոնեության, մարդի քրիստոնյայի կյանքի ապրելակերպն է, ամեն օրվա մեջ, ողջ կյանքի մեջ։ Այդ հայր մերը մեր ողջ կյանքի ամեն օրվա ապրելակերպն է։ Որոշ մարդիկ ուղղակի դա անգիր ասում են ու վերջացնում են, օրինակ ովքեր դեռ չեն հանդիպել Հիսուսին, մի քանի անգամ մանավանդ մեկ էլ ասում է 7 անգամ իրիկունն ասում եմ հայրմերն ու քնում եմ, մեկն ասում ավտոյից որ նստում եմ 5 անգամ ասում եմ ու սենց եմ անեմ, չի հասկանում մարդը ինչ է սիրելներ։ Այդպես է սիրելի քուրեր եղբայրներ, երբ որ կարդում ենք Սուրբ գրքի մեջ, Տեր Հիսուսը Մատթեոս ավետարանի մեջ, Մարկոս ավետարանի տարբեր տեղեր իր պատգամը տվեց, մեր հովիկ եղբայրն էր, վերջի խոսքի քարոզի վերջեմ, այդ նույն պատգամը կրկնեց։ Տեր Հիսուսն ասեց, ով որ հավատա ու մկրտվի, նա պետք է փրկվի, ով որ չէ պիտի դատապարտվի։ Ուզում եմ այս մի նախադասությունը, ով որ հավատա ու մկրտվի, այս նախադասությունը մի քիչ ընդարձակել։ Ուզում եմ մի քիչ սա բացենք։ Սա ինչ է իրանից ներկայացնում, ով որ հավատա, մկրտվի ու փրկվի։ Տեսեք սիրելիներ, որոշ մարդիկ կան, մանավանդ այս վերջերս, երբ որ խոսում էի մի ուղղության եկեղեցու անդամներից, ասում է եղբայր չար, Տերն ասում է սրտովդ հավատացիր, որ Հիսուս Աստված է, Հռոմեացիս թղթի մեջ, բերանումը դավանեցիր, ուրեմն փրկվեցիր։ Ասում բարի եղբայր, այո, այդպես է, բայց ինչ է նշանակում հավատալ, ինչ է նշանակում սրտով դավանել, ինչ է նշանակում փրկված լինել։ Ես ուզում եմ մի քիչ Սուրբ Հոգին, որ ես վերջերս այս ուղղությամբ լուսավորեցի միտքը, իմ սիրտը օգնի, որ ձեզ սա օգնի սիրելիներ։ Տեսեք քուրեր եղբայրներ, առաջինը ես 5 կարևոր կետեր եմ այս ուղղության մեջ հասկացել եւ ուզում եմ Տիրոջ Հոգու շնորհիվ այս ամենը ձեզ մեկնել։ Առաջինը ինչ է նշանակում հավատալ։ Նայեք քուրեր եղբայրներ, Սուրբ Գիրքը երբ որ մենք կարդում ենք, Աստծո խոսքը հիշեցնում է մեզ, որ սատանան ինքն էլ է հավատում ու սարսափում, որ Աստված կա։ Թե չի հավատում։ Սատանան ինքը, Արիսակ հրեշտակապետը, Աստծո ստեղծագործություններից մեծ էր, մինչև մարդուն ստեղծվել է, մինչև մարդուն ստեղծել Աստված, սատանան ինքը երկրորդն էր։ Եվ տեսնում ենք, որ ինքը չուզեց, որպեսզի երկրորդ լիներ, ուզեց, որ ավելի բարձր լիներ, եւ Աստված նրան վայր գցեց։ Ինքն էլ լավ գիտի, որ Աստված կա։ Մինչև Ադամի ստեղծվելը սատանան գիտեր, կար, տեսնում էր ասում, նա այսօր էլ կա, ու ինքը սարսափում է, որ Աստված կա։ Նա էլ է հավատում, թե չի հավատում, լավ էլ հավատում է։ Մենք չենք տեսել Տիրոջը, բայց ինքը տեսել է Աստծուն, Աստծո առաջ կանգնել է, ինքն էլ գիտի, որ Աստված կա։ Բայց ինչ է նշանակում հավատալ սիրելիներ։ Հիշում եք, Տեր Հիսուսը Հովհաննես ավետարանի 14-րդ գլխի մեջ այսպիսի մի հատ բացարձակ հայտարարություն արեց, ասեց ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Այսինքն հավատալ Աստծուն նշանակում է, որ մարդը պետք է հավատա, որ այս երկրային կյանքը չէ իրական կյանքը, որ մենք ստեղծված չենք, որ այս երկրավոր կյանքի մեջ տանջվենք, տառապենք, մահ տեսնենք, պատերազմներ տեսնենք, սով տեսնենք, այնուհետև դժբախտություն, թշվառություն քաշենք, մեռնենք, գնանք ու հող դառնանք։ Սրա համար չենք ստեղծված, որ սա չի իրական կյանքը։ Այսօր շատ մարդկանց, երբ որ խոսում ես, ասում է, այ ախպեր,
Դե որ մարդը մեռավ գնաց ինչ կյանք, ինչ բան, բայց իրականությունը սա չի սիրելիներ։ Նաև կան հավատացյալ մարդիկ, որոնք որ հավատում են Աստծուն, որոնք որ գիտեն, որ գոյությունն է Աստված, բայց չեն հավատում, որ կյանքը այս աշխարհը չի։ Չեն հավատում, որ իրական կյանքը Քրիստոսն է։ Հավատալ Աստծուն սա է նշանակում սիրելիներ։ Առաջինը, որ մարդը պետք է հավատա, որ իրական կյանքը այս երկրավորը չի։ Սա մի ժամանակավոր կյանք է, որ մարդը ապրում է, իրական կյանքը հավիտենականն է, երկնայինն է։ Սրան պետք է հավատա մարդը։ Պատմվում է մի հատ պատմություն, որ մի հատ ջլատ հավատացյալ ալը։ Հարուստ ջլատ հավատացյալ ալին է։ Այս մարդը իր ողջ ընթացքում չի ամուսնանում, ընտանիք չի ունենում, ողջ ունեցվածքը հավաքում է։ Եվ այս մարդը սկսում է աղաղակել ու ասում Աստված ջան, մի բան քեզանից մի բան եմ խնդրում, խնդրում եմ ասում որ հանամ, այս իմ հարստությունը ինձ հետ երկինք բերեմ։ Շատ որ աղոթում մեկ էլ հրեշտակը գալիս ասում Աստված քո աղոթքը լսեց։ Ասում է մի որոշ ժամանակ, այս մարդի կյանքի վերջակետը գալիս, այս մարդը ինչ ունի, վաճառում է, բոլորը դարձնում է ոսկի, մի կես մեշոք ոսկի հավաքը, ու այս մարդը մի հատ դոմիկի մեջ գնում է մի հատ խրճիթի փոքր տեղ, սպասում է թե երբ պետք է մահանա։ Եվ հրեշտակը գալիս ասում է, բարեկամ, քո կյանքի վերջը ասավ, քեզ պետք է գնանք։ Սա ասում է, գալիս եմ։ Գնում է այս մեշոքը մի կերպ գցմուսը գալիս, այս հրեշտակն ասում է, ես ինչ ես ստանում։ Ասում է, ես հրաման ունեմ երկնքից, ես Տիրոջը խնդրել եմ, Տերը համաձայնվել է, ես հետս բերել եմ։ Ասում է, դե բեր։ Եվ որ այս մարդը այս մեշոք հուսին բավականին ճանապարհ անցնել, մեկ էլ այս հրեշտակը ասում է, այ մարդ, հլա բեր տելամետ ինչ ես, չարչարվեմ, տառապելով այնտեղ հետո բերեմ, որ այնտեղ չկա։ Ասում է, տես, բացում է մեշոկը, այս հրեշտակը վերանում ես ոսկու կտորին նայում բան, ասում է, այ խեղճ մարդ, այս ոսկին այնքան կեղտոտ է, սրա մաքուրի վրա այն քաղաքը, որ մարդիկ մտնում են սուրբերը, փողոցները սրանից լավն է, այս կեղտ ես ինչ ես հետդ վերև տանում։ Ես չգիտեմ ինչքանով է սա իրական քուրեր եղբայրներ, բայց ես հավատում եմ, որ այն երկնային քաղաք Երուսաղեմը, որ Աստծո խոսքի մեջ ասում է, որ Աստված պատրաստել է սուրբերի համար, այդ քաղաքի փողոցները մաքուր ոսկից են։ Հավատում ես դու սրան։ Այս սրան ուզում Աստված որ հավատանք։ Հավատան, որ կյանքը սա չէ, կյանքը Քրիստոսն է, որ նա պատրաստել է հավիտենական երկնային փառք, որ սուրբերը պիտի մտնեն ու ժառանգեն այդ երկնայինը։ Բայց այսօր շատ-շատերը սիրելիներ, ասում ենք, հավատում ենք, բայց լանկեղծ բերեք նայենք մեր ապրած կյանքին, ինչքանով ենք կարճած այս երկնային կյանքին։ Նայում ես տարիքով տատիկա, մարիկա, 80-90 տարեկա, մեռնելուց վախում է։ Ինչու՞։ Որտեւ չի հասկացել, որ կյանքով է։ Չի հանդիպել այդ կյանքին։ Հավատալ ու բկրտվել ու փրկվել առաջինը սա է։ Հավատալ, որ կյանքը սա չէ, կյանքը Քրիստոսն է եւ կյանքը երկնային է ու հավիտենական է։ Այս սրան պիտի հավատանք։ Երկրորդը սիրելիներ, սա է, որ մարդը պետք է հավատա, որ ինքը մեղավոր էությամբ իսկ արդեն ծնված մարդ է։ Շատ հաճախ մարդիկ, երբ որ խոսում ես, այս մարդկանց հետ, երբ որ առանձնանում ենք, ասում եք, գիտես ինչ, բարեկամ կամ եղբայր, ես գողություն չեմ արել, ես անբարոյություն չեմ արել, ես ես ինձ հանցանք չեմ արել, ես մեղավոր մարդ չեմ։ Ես ինչ եմ արել, որ մեղավորել եմ։ Ես ինչ եմ արել, որ գնամ եկեղեցի ծնկի իշնեմ, այս մեկի հետ աղոթեմ։ Նա արե թող գնա, որ անառակա կամ սա է կամ նա է։ Քուրս ու եղբայրս։ Հավատալ Աստծուն նշանակում է սա, որ մարդը պետք է հասկանա, որ ինքը դեռ չծնված Աստծո խոսքը ասում է, որ մարդը իր մոր որովայնեմ մեղքով իսկ արդեն հիացավ, որ Եդեմի պարտեզի մեջ մեր նախայր Ադամը կորցրեց իր կապն ու հաղորդակցությունը, իր կամքը վաճառելով, հանձնվելով սատանային, այդ դատապարտությունն եկավ մարդու կյանքի մեջ, եւ մարդը դատապարտվեց հավիտենական մահվան։ Որ անկախ նրանից մարդը չպետք է ինչ-որ մի հատ մեղ գործի, որ մեղավոր դառնա, մարդը արդեն իսկ մեղավոր էությամբ է ծնվում ու աշխարհ գալիս։ Եթե մեկը կասկածում է, փորձեք ձեր տներում ունեք փառք Աստծո, մանուկներ, թոռներ, երկու տարեկան, մի տարեկան,
3 տարեկան, հլա փորձեք մի հատ թորնիկիդ։ Ինչքան դեպքեր այլեմ, երբ որ կանչում ես, գալիս է մոտդ, մեկ է շուրա գալի ու փախնում գնում տատի մոտ։ Իմ թորը տենց անում միշտ։ Գալիս է, հեռվից նայում ու վազում գնում իր տատին։ Ասում արամ հետեր ինձ արի։ Ով է այս երեխուն սովորացրել, խափի։ Երեխեն դեռ խոսալ չգիտի, այդ խափել բառնել չգիտի, բայց այդ երեխու էության մեջ դա կա, կամ ասենք քացրավենիքը կոնֆետը ձեռին մոտենում է, կարծա քեզ պիտա վերցնում է իր բերանն ակոխում։ Ով է սովորացրել ժողովուրդ ջան։ Այդ երեխուն ասես այս բառն ասա չի կարող ասի, բայց մարդը էության մեջ մեղքը ծնվում է մարդու հետ։ Եվ եթե մարդը կարողանա հասկանա, որ ինքը մեղավոր է, այդ ժամանակ ինքը ուրիշներից իրեն առավել չի տեսնի։ Եվ շատ հաճախ մտածում է, որ այս մեղքը ես չեմ արել, չեմ գողացել, չեմ սպանել, անբարոյություն չեմ արել, ես լավն եմ, ես սուրբ եմ, ոչ։ Բոլորս նույնն ենք, մեղավոր էությամբ և բնույթով ծնված մարդիկ, դատապարտված հավիտենական մահվան։ Եվ մեր դատավճիռը կայացվեց Եդեմի պարտեզի մեջ, երբ որ մեր նախահայրը համաձայնվեց սատանայի կամքին։ Եվ սա պիտի մարդը հասկանա, որ ինքը մեղավոր էության մեկն է, որ իրան մի հատ փրկություն է պետք, եթե այս էությունը իրա չփոխվի, ինքը դատապարտված է հավիտենական մահվան։ Եվ իրան ինքը ուրիշներից առավել չէ, եթե ինքը իր կյանքի մեջ ինչ-որ լավ բաներ ճակերտների մեջ ունի, դա իր շնորհքը չի։ Եթե իր ամուսնինը հարբեցող չէ, եթե իր զավակը նարկաման չէ, եթե իր դուստերը անբարոյ չէ, դա չի նշանակում, որ ինքը, ում զավակը որ հարբեցող է կամ նարկաման է, ինքը նրանից լավ ծնող է, որ լավ է դաստիարակել իր զավակին, դրա համար իր զավակը այսպիսին է։ Ոչ, Աստծո բացառիկ ողորմությունն է, որ Աստված քեզ ողորմացել է, որ այդ ընտանիքի մեջ լինես, կամ ամուսին ունենաս, նորմալ կամ նորմալ զավակ ունենաս։ Այն ինչը որ մենք ունենք սիրելիներ պիտի հասկանանք, որ դա մեզանից չէ, եթե ինչ-որ մի բան կա, դա վերևից է, լուսոհորից է, օրհնել է իր անունը։ Այս սա պիտի հասկանա մարդը։ Երբ որ մարդը հասկանա, որ ինքը մեղավոր մեկն է, ինչպես կվարվի իր դիմացինի հանդեպ սիրելիներ։ Բայց նայեք, հոգևոր մարդիկ ենք, շատ հաճախ նեղվում ենք, վիրավորվում ենք, հանկարծ մեզ մի փոքր թեկուզ անտեղի սխալ են անում, թեկուզ անտեղի մեզ թվում է, թե անտեղի մի բան են մեր կյանքի մեջ անում։ Բայց ինչ է ասում Տերը։ Ասում է, քու գլխից մի մաս առանց իմ գիտության ու թույլտվության չի ընկնում։ Առանց Աստծո թույլտվության ոչ ոք քեզ չի կարող մոտենալ։ Եթե մոտենում են քեզ, ուրեմն քո շտկվելու, իմ շտկվելու համար է սիրելիներ։ Այսքան պիտի հավատաս, որ դու մեղավոր էության մարդ ես։ Երրորդը սիրելիներ, պիտի հավատան, որ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու հենց նպատակը սա էր, որ այդ մեղավոր, դատապարտված հավիտենական մահվան այդ մարդին իր արյունով մաքրի, փրկի ու երկինք տանի։ Որ Հիսուս Քրիստոսի խաչի մահը մեր մեղքերի փրկության, թողության համար է, որ Քրիստոսի արյունը թափվեց, որպեսզի ամեն մի մեղքից մեզ ազատի ու երկինք տանի։ Սրան մենք պիտի հավատանք։ Այսօր շատ հաճախ օդի իշխանը համոզում է մարդուն։ Մի հատ մեղք է գործել, այս մարդը վստահություն չունի Աստծո հանդեպ։ Վայ, վերջ, ինչ եք կարծում, Աստված չգիտի ով ենք մենք։ Միթե Աստված ինձ 30 տարի առաջ ընտրեց, վերես դրեց իր տան մեջ, որ 31-32 տարին ասի գնայլից դու պետք չես։ Թե Աստված չգիտեր ով էի ես, ով եմ ես եւ ով պիտի լինեմ ես, չգիտի Աստված։ Գիտի թե չգիտի։ Գիտի սիրելիս։ Մենք դեռ ծնված չէինք, Տերը մեզ գիտի։ Մենք հիմի որ կանք Տերը գիտի, մեր ապագան էլ Տերը գիտի։ Եվ նա մեզ բերել է մի բանի համար, որպեսզի մեզ մաքրի, սրբի, ազատագրի եւ վերջոր ինչպես եղբայրը հիշեցրեց Հովիկ, որ ասի արի, բարի, հավատարիմ ծառա, մտեն հանգիստը, որ պատրաստել եմ քեզ համար։ Մենք պիտի հավատանք, որ Քրիստոսի արյունը հենց նրա համար թափվեց, որ չկա տիեզերքի վրա մի այնպիսի մեղք, որ իզորուն ունի կանգնելու Հիսուս Քրիստոսի արյան առջև, որտեղ բավական է Հիսուս Քրիստոսի մի կաթիլ արյունը, սիրելի եղբայրս ու քույրս, որ ինձ ու քեզ ճունիչ ջերմակ դարձնի։ Մենք պիտի սրան հավատանք, բայց շատ հաճախ օդի իշխանը խափում է, եւ մարդը սկսում է տառապանքի մեջ, սմանգնել երկպտանքի մեջ, սմանգնել տանջանքի մեջ, չի կարողանում վստահել Տիրոջը։
Աստված ուզում է, որպեսզի մենք կատարելապես իրեն վստահենք։ Ինչ ճիշտ հաստացեք։ Ես չեմ ասում, որ պետք է գնանք ու մենք մեղ գործենք, ու գանք ասենք փառքեստներ պրծանք, չէ։ Պողոս առաքյալը գրում է, ասում է, այդպես է ուրեմն մենք արդյոք գնանք ասենք շնորհքի տակ ենք ինչ ուզենանք անենք, ոչ սիրելիներ։ Մենք փրկված մարդիկ ենք եւ պետք է ջանք անենք, այնպիսի կյանք ապրենք, որ մեր երկնավոր հոր անունը պատիվ է բարձր պահենք։ Որ երբ որ մեզ տեսնեն, ասեն իրոք որ սրանք կենդանի Աստծո որդիներ են, որ նրանց որ փառքը, պատիվը բարձր են պահում։ Չորրորդը սիրելիներ, եւ որ մարդը հասկանում է, որ իր ուժերով, իր կարողություններով, իր զորությամբ ինքը չի կարող ոչինչի հասնել, եւ չորրորդը հանձնվում է Տեր Հիսուս Քրիստոսին։ Գիտեք, Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է, ոչ ուժով է, ոչ էլ զորությունով, այլ Տիրոջ հոգով։ Դու կարող ես քո ուժերով, ես կարող եմ ուժերով ինչ որ բանի համար պայքարել, շաբաթներով, օրերով, ամիսներով, տարիներով, բայց մի օրը ծննել։ Ասեմ ձեզ, ես սպորտով եմ զբաղվել, կյանքում ծխած չեմ եղել։ 20 տարեկանում նոր սովորեցի հուլլապ տալը, հիշում եմ մի հատ որ ծուխը քաշեցի, կուլ տվեցի, աշկերս սևացավ Լենինգրադ էի, այնտեղ նստեցի տեղս մի քանի րոպե դո նոր ուշքի եկա, վերջը մի 20-26 տարեկանում ապաշխարեցի, ընդհանրեն այդ մի 6 տարվա մեջ, բայց անընդհատ ծխում էի, ասում էի թարգում էի, չարչարում էի, մի 6 ամիս նորից էի ծխում, մի օր հասկացա, որ չէ, էլի ուժերով չի։ Մեծ խոսում էի, ասում էի, երբ կուզենամ կթարգեմ, երբ կուզենամ կծխեմ։ Ծխում էի, թարգում էի, մի օր չէի ծխում, եկե մի օր հետո տենում էի, չէ, չես կարող, նորից էի ծխում։ Եվ այսօր շատ բաներ կա նաև մարդկանց կյանքի մեջ, ասում է այս կանեմ, այն կանեմ, իր ուժով, մի օր չի անեմ, երկու օր չի անեմ, 5 օր չի անեմ այդ մեղքը եւ նորից այդ մեղքի չի անեմ։ Գլուխը բարձրացնում։ Քուրս ու աղբերս, ոչ ուժով է, ոչ է զորությունով, այլ Տիրոջ հոգով։ Իսկ ինչպես է դա ինչ նշանակում Տիրոջ հոգով։ Երբ որ քրիստոնյա հասկանում է, որ միակ կյանքի աղբյուրը Հիսուս Քրիստոսն է։ Իր բոլոր հարցերի, պրոբլեմների, կյանքի ընթացքի լուծողը միայն ու միայն Տեր Հիսուսն է եւ հանձնվում է Տիրոջը։ Գիտեք, ինչ նշանակում հանձնվել։ Այն նայեք ասենք, տեսեք սիրելիներ, պատերազմներ ալինեն, պատերազմների ժամանակ ասենք, մենք ցավոք սրտի, մենք էլ ենք պատերազմական երկիր։ Լինում են զինվորներ, չէ՞ որ պատերազմի ժամանակ արդեն գալիս է մի իրավիճակ, որ այս զինվորը արդեն էլ չունեն, ոչինչ չունի, զենք, պատրոն, ընկնում է շրջափակման մեջ, մենակ է մնամ ու թշնամիները իրան շրջապատում են։ Այս մարդը ոչինչ չունի, ինչ անում։ Հա, հանձնվում է։ Եվ որ հանձնվում է, թշնամին, երբ որ այս զինվորին գելի է տանում, այս զինվորը իր ազատ կամքել ունենում է, թե չէ։ Կարա այս զինվորն ասի, գիտես ինչ, ես քեզ հանձնվել եմ, բաց թող գնամ մի հատ ծնողներիս հաջող անեմ։ Գնամ մենոնց ասեմ, գերի եմ ընկել, ու նորից գամ, հանձնվեմ քեզ։ Կլսեն կթողան, այսինքն ժողովուրդ ջան, հանձնված մարդը, գերի մարդը, ինչ իր կամքը, իր նպատակը, իր ցանկությունը, իր ուզածը չի կարողանում անել։ Նայեք, երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, շատ տեղեր, Պողոս առաքյալը երբ որ թղթեր է գրում է ռուսերենում շատ սքանչելի է գրած, ասում է Ռաբ Հիսուսա Քրիստա ապոստոլ Պավել Պյոտր, այսինքն ինչ է գրում, Հիսուս Քրիստոսի ծառա, ստրուկ, Պողոս, Պետրոս, նայեք ժողովուրդ ջան, ծառան ինք իր կամքը չունի, ծառան ինք իրանը չի կարող դնել, ծառան ինք իրանը չի կարող իր ուզած տանել։ Նայեք, Սուրբ Գրքի մեջ մենք տեսնում ենք մի պատմություն կար Հովհաննես Մկրտչի մասին։ Հերովդես թագավորը Հովհաննեսին վեր կալավ եւ բանտ էր դրել։ Եվ ինչ էր անում։ Հովհաննեսը հանդիմանում էր, որ քեզ վայել չի, այս արարքն անես, աղբորդ կնոջ հետ ամուսնանաս, եւ Հերովդեսը դրել էր բանտի մեջ։ Բանտը ինչպիսին էր ժողովուրդ ջան։ Ոնդեղ հո գեղեցիկ ասենք հարստությունով, մահճակալներով, ջակուզիներով չէր։ Բանտ էր նեղության, դժվարության մեջ, չէ, բայց այս մարդին պահում էր։ Հլա տեսեք ինչ էր անում։ Երբ որ Սուրբ Գիրքը ասում է, հենց որ Հերովդեսը մի հատ հարցի դժվարություններ ունենում, մի հատ հարցի խորհուրդ էր ուզում ունենալ, որ իր խորհրդականներից չէր առնում, գնում էր ում մոտ։
Հովանեսի մոտ էր գնում։ Ես սկսում եմ այս Հովանեսի հետ խոսել, խորհրդակցել, Հովանեսից պատասխանն առնում էր, կիրառում էր, բայց Հովանեսին պահում էր որտեղ։ Բանտի մեջ։ Քուրս ու աղբերս։ Այսօր ցավոք սրտի շատ քրիստոնյաներ վարվում են Հերովդեսի նման, Հովանեսի հանդեպ։ Վարվում են Հերովդեսի նման։ Հիսուսին ունում ենք մեր սրտի մեջ, ցանկացած հարցեր, դժվարություններ, որ մենք ունենք, որտեղ որ մեր խելքը հասնում է, մենք լուծում ենք, մենք մեր կանի Հիսուս ջան, սպասի, ես սենց կանեմ, գործեր ենք անեմ, որտեղ որ արդեն դժվար է, նեղություն է, պրոբլեմ է, էլ մենք ի վիճակի չենք, կլնցում ենք, Տեր օգնի, բա ոնց անենք։ Հենց որ Տերը հարցը նորից լուծում է, նորից Հիսուս ջան, դու սպասի, ես իմը կանեմ։ Սիրելի եղբայր, սիրելի քույր, երբ որ աղոթում ես, ասում ես Տեր Հիսուս, թող այդ Տերը իրական Տեր լինի քո կյանքի մեջ։ Իմ կյանքի մեջ։ Եթե իրոք ընդունում են, որ Հիսուսը Տեր է, թույլ տամ, որ նա իրոք տիրություն անի։ Գիտեք, ընտանիքներ կա, ասենք, ցավոք սրտի, հիմի Հայաստանում էլ է շատացել։ Տան մեծը հերն է, մերն է, ասենք, տարիքով, տեղն ենք աստեղ, հորս ցավը տանեմ, մորս ցավը տանեմ, ինքն է։ Բայց ոնց ուզում են իրանց գործերը վարվում են, որն ասում ամեն այս մի կտոր հացըտ կեր տիխելոք մնա։ Կողքի ցույց է տալի, որ մերն է կամ հերն է տան մեծը, բայց հացըտ կեր խելոքը դինստի, ոչ իրավունք ունի ասելու, ոչ իրավունք ունի խոսելու, ոչ իրավունք ունի իրանն անելու։ Բայց ասում է, դու ես տան մեծն ես։ Սիրելիներ, Տեր Հիսուսը կամ պետք է մեր սրտի գահի առաջին լինի, կամ ինքը մեր սրտեն տեղ չունի, այո։ Կամ նա պետք է առաջինը լինի, կամ ինքը տեղ չունի, որտեղ ինքը երկրորդ, երրորդ չի կարող լինել, որտեղ ինքը ողջ տիեզերքի արարիչը իր կյանքը մինչև վերջին կաթիլարյունը դրեց քեզ համար, ինձ համար, եւ կյանքը հայտնեց, ասեց ես եմ կյանքը։ Եվ այսօր ուզում է, որպեսզի մենք այդ կյանքը ապրենք։ Պողոս առաքյալը Տիմոթեոսի թղթում գրում է. մենք երկնքում բարեխոս ունենք Հիսուս Քրիստոս մարդը, Աստծո որդին։ Սերներ, ով որ հավատա ու մկրտվի, 5-րդը սա է, երբ որ դու հանձնվել ես Հիսուսին, երբ որ ես հանձնվել եմ Հիսուսին, 5-րդը սա է, որ ես պետք է ապրեմ, ոչ թե իմ կյանքը, այս երկրի վրա, ոչ թե իմ սրտի ուզածը, ոչ թե իմ սրտի փափագնությամբ, որ մարդիկ իմ մեջ տեսնեն Հիսուս Քրիստոսին, այն էլ խաչը ելած։ Պողոս առաքյալ գրում է Կորինթոսի եկեղեցին. ձեր մեջ ոչինչ չեմ ուզում տեսնել, մի բան կուզեմ տեսնել, Հիսուս Քրիստոս, այն էլ խաչը ելած։ Այսօր ինչքանով ենք մենք այդ խաչյալ կյանք ապրում, այսօր ինչքանով այն շրջապատի մեջ իմ բարեկամները, իմ տան անդամները, իմ ընկերները, իմ համագյուղացիները, իմ քաղաքացիները, իմ ազգի իմ ժողովուրդը ինձ տեսնելուց ասում, իրոք որ սա կենդանի Աստծո որդին է, իրոք որ սրանք Աստծո զավակներ են, իրոք որ սրանք կենդանի Աստծուն պաշտող մարդիկ են։ Ինչքանով ենք ցույց տալիս իրերներ։ Սուրբ Գիրքը հիշեցնում է, անհնարին է ճրագը վառել ու դնել ճրագ գերվանի տակ։ Նա պիտի դրվի որտեղ ճրագակալի վրա, որպեսզի ինչ անի, լույս տա։ Այս սա է, այսին կետն է, որ երբ որ մենք անցնում ենք սիրելիներ, այդ ժամանակ մենք փրկված մարդիկ ենք։ Ոչ թե լեզվով պիտի ասենք, ալելույա, հավատում ենք, ջրով մկրտվել ենք, այսօր մենք մկրտչյան համար նորից պետք է բարձրացնենք քույրերի եղբայրներին մկրտչյան համար, մկրտվել ենք, Սուրբ Հոգով էլ մկրտվել ենք, փրկվեցինք։ Ոչ, առաջինը պիտի հավատանք, որ կյանք այս երկրավորը չէ։ Այս երկրի վրա մենք ուղղակի ժամանակավոր ընթացքը տրված Աստվածանից մեզ, որպեսզի ամեն մեկս մեր հավիտենականությունը կերտենք եւ մեր հավիտենական կյանքի որոշումը կայացնենք։ Երկրորդը, որ պիտի հավատանք քուրեր եղբայրներ, որ մենք մեղավոր էությամբ ծնված մարդիկ ենք, մեղքով հղիացավ մեր մայրը մեզ, մեր մոր փորովանից մեղքով ծնվել ենք եւ մեղավոր էությամբ դատապարտված հավիտենական կորուստի մարդիկ ենք։ Եվ մեկս մեկուց ոչ մի առավելություն, մեկս մեկուց ոչ մի բարձր կամ ցածր դիրք չունենք, բոլորս էլ դատապարտված ենք հավիտենական մահվան։ Երրորդը մենք պիտի հավատանք, որ Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ մեզ մեղավոր մարդկանց մեղքերը ներելու, կյանքը տալու, ով որ իրան հավատքով ընդունի, որ այդ կյանքը ինքն է, ազատագրվի ու կյանք ունենա։ Եվ չորրորդը մենք պետք է հանձնվենք Հիսուսին։
Ոչ թե լեզվով ասենք Հիսուս դու իմ Տերն ես, ինչ ուզենանք անենք, այլ ամբողջովին հանձնվենք մեր բոլոր միտքը, կամքը, զգացմունքները, մեր հոգին, շունչը ու մարմինը տանք Տիրոջ ասենք Տեր, դու ինքդ կառավարի, ինչպես որ կամենում ես։ Եվ հինգերորդը պետք է կառավարվենք Տիրոջ հոգով։ Եվ Աստծո խոսքը ջանանք մեր ապրած կյանքի մեջ կյանք դարձնենք, որ մեր շրջապատի մեջ տեսնեն այն կյանքը, որ Քրիստոսի մեջ է, որ փառավորեն մեր հորը։ Այս սա է նշանակում հավատալ ու մկրտվել ու փրկվել, եթե ոչ, պիտի դատապարտվել։ Եթե այս կյանքը, այս ընթացքը իմ եւ քո կյանքի մեջ չկա, սիրելի բարեկամ, մի օր մենք վերջի օրը կկանգնենք, եղբայրը հիշեցրեց, վերջի օրը շատերը պիտի կարեն ասեն, Տեր, քո անունով կերանք, խմեցինք, մկրտվեցինք, դևեր հանեցինք, հրաշագործություններ արեցինք, բայց Տերը պետք է ասի, մենք դի գնացեք, բոլոր անօրինություն գործողներ, ես ձեզ բնավ չեմ ճանաչում։ Թող Տերը օգնի մեզ ու ողորմա, ամեն։ Կանգնենք աղոթքի սիրելիներ։